Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Լևոն Սարդարյանն եմ, խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակության, ինչպես ամեն ուրբաթ։ Այսօր մենք զրուցելու ենք մշակույթի մասին, մշակույթի շուրջ, եւ այսօր իմ զրուցակիցն է տևական դատարից հետո Գաբրիել Սունդովկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Մանե Մկրտչյանը, Բարդեստիկին մշկեց։ Ողջույն, շնորհակալություն հրավերի համար։ Տիկին Մկրտչյան, քանի որ այսպես արդեն ավանդույթ է դարձել, որ մենք չենք խոսում կոնկրետ իրադարձություններից, չգիտեմ, թատրոնի ծրագրերից, ուրբաթ օրը մենք մի քիչ ավելի այսպես լայնախոհ ենք այդ իմաստով։ Տեսեք, թատրոնը դա բնականաբար մշակույթի մի հսկայական պլաստ է իրենից ներկայացնում, մեզ մոտ ընդհանուր առմամբ ավանդական, դեռևս նախնադարից եկող հիշատակումներ կան թատրոնի մասին, բայց 21-րդ դարում երբեմն հարց է առաջանում մարդու մոտ. ինչու ես պիտի գնամ թատրոն, ինչու ես պիտի պայմանական ասած Netflix-ի սերիալները դնեմ մի կողմ, զուգվեմ, զարդարվեմ, ու գնամ միտեղ, որտեղ ինչ կա, որ չկա այնտեղ։ Այ հենց սկսեցիք զուգվել, զարդարվել արտահայտությունից, որը իրականում կարևոր հատված է թատրոնի համար։ Այսինքն թատրոնը միշտ եղել է նաև ինչ որտեղ սոցիալական շփման հարթակ։ Մի պահ եթե մի կողմ դնենք այդ մշակութային ամբողջ դաշտը, նաև սոցիալական շփման համար անհրաժեշտ է երբեմն չէ, հաճախ արձելել մշակութային նման միջոցառումների, որովհետև այդ դա ամենակարևորն է կարծում եմ հենց մեր դարի համար եւ երիտասարդ սերնդի համար։ Ինչու, որովհետև այն բոլոր հնարավորությունները, որ մեզ տվել են այդ սմարթ հեռախոսները եւ այն աշխարհը, մանավանդ ինչ որտեղ այդ վիրտուալ իրականությունն էլ շատ դեռ այստեղ տարածված չէ, բայց ամբողջ Ամերիկայով եւ Եվրոպայով մեծ տարածում ունի արդեն, իրենց հետ մեծ խնդիրներ են բերում։ Դա միաժամանակ մեծ ինֆորմացիա են բերում, մեծ տպավորություններ են տալիս, բայց կտրում են սոցիումից, իսկ մարդը այնուամենայնիվ սոցիումում պետք է սովորի ապրի եւ համակեցությանը այդպես սովորի։ Դա մի առումով։ Մշակութային առումով թատրոնը ինքը շատ հետաքրքիր արվեստ է, ինչու, որովհետև նաև համադրող արվեստ է։ Այստեղ գրականությունն է, գեղանկարչությունն է, հագուստի ձևավորում, բեմի ձևավորում, երաժշտությունն է եւ դերասանական խաղն է։ Այսինքն մի քանի բան այստեղ փորձառություն իրար հետ խառնվում են եւ տալիս են հետաքրքիր արդյունք, եւ դա էլ եղել է ու կարծում եմ կլինի թատրոնի մեծ ուժը։ Մշակութային առումով նաև իհարկե, ինչպես մշակույթի ցանկացած ձև, այնպես էլ թատրոնը շատ մեծ դեր ունի փոխըմբռնման, մարդկային փոխըմբռնման, համակեցության եւ իհարկե ապրումակցության տեսակետից։ Ապրումակցումը կարծում եմ այն զգացողությունն է, որ մարդուն մարդ է դարձնում, եւ թատրոնը այս առումով իր ահռելի դեր ունի։ Այդ իսկ պատճառով ես չեմ կարծում, որ թատրոնը, այսպես ասած, ժամանակավրեպ է նույնիսկ 21-րդ դարում։ Գուցե դժվար է մրցակցություն ապահովել երբեմն, մանավանդ երբ կյանքի ռիթմը շատ է արագացել, եւ դա իր հետ էլի նոր խնդիրներ է բերում, մանավանդ երիտասարդ սերնդի համար, որ պարզապես արդեն դիագնոզի է հասնում այն, որ կենտրոնացման ունակությունն են կորցնում երեխաները, ինչու, որովհետև այդ ամբողջ նյութը, որ իրենց մատուցվում է, լինի դա հատկապես ինստագրամյան, էլ չասեմ տիկտոկյան հարթակում, սովորում են շատ կարճ ինչ-որ ինֆորմատիվ նյութերի, կարող է լինել ընդամենը 30 վայրկյան եւ պարզապես այլևս դրանից երկար երեխաները չեն կարողանում պահել իրենց կենտրոնացումը։ Այս առումով եւս շատ կարեւոր է, որ մտնեն մի աշխարհ, որտեղ տպավորությունը, հուզական դաշտը այնքան ուժեղ լինի, որ իրենք կարողանան մտնել այդ աշխարհում, իրենց գտնել եւ իրենց հուզական աշխարհը այստեղ եւս բավարարել։ Տեսեք, դերասանների նկատմամբ ընդհանրապես այսպես գոնե լավ 100 տարվա կտրվածքով ասեմ, միշտ
տարօրինակ վերաբերմունք եղել հասարակության կողմից, այսինքն մի կողմից մեծարել են։ Այդ տեսեք Վահրամ Փափազյան, Հրաչյան Հերսիսյան, Մհեր Մկրտչյան, Սուրբ Սարգսյան, հա, այդ կարելի էլի Վերջալույս Միրիջանյան, կարելի է թվարկումը շարունակել ու երկար բավական։ Մյուս կողմից դերասանների նկատմամբ վերաբերմունքի հակառակ երեսն էլ կա, հա, միշտ ասել են դա թեթև սոլիկ մարդիկ են, լուրջ մարդը դերասան չի դառնա, ասենք մեր մանկության տանգոյի մեջ էլ կհիշեք, ոնց Մհեր Մկրտչյանի կերպարը հայրը, որ ասում է լուրջ մարդ է, ինչով է զբաղվում։ Եվ այլն։ Այ դուք ամենօրյա շփում ունեք դերասանների հետ։ Դերասանը ինչ ունի, որ չունեմ ես օրինակ որպես լրագրող։ Այստեղ կարծում եմ ավելի լայն պետք է դիտարկենք ոչ թե միայն դերասան, այլ արվեստագետ։ Արվեստագետը ինքնին իր ստեղծարարության աղբյուրը ինչ որտեղ նաև խնդությունն է, այսինքն շրջանակից դուրս, ստանդարտից դուրս մտածելաձևը եւ նաև վարվելաձևը։ Այսինքն մտածելակերպը բավական տարբեր պետք է լինի եւ դա կարծում եմ մանկուց էլ երևում է իրականում, երբ որ արվեստագետը իսկապես բնույթով Նույնը վերաբերվում է դերասաններին։ Իհարկե, ես կարող եմ միշտ ասել, որ կան մարդիկ, ովքեր աշխատում են դերասան եւ կան մարդիկ, ովքեր իրենք ներքուստ արվեստագետ են եւ գտել են իրենց հենց ճիշտ տեղում, գտել են իրենց թատրոնի աշխարհում։ Այսինքն այս ինչ որ տեղ հակասությունը միշտ էլ կա։ Եթե իրապես դա գալիս է մարդու մեջից, իսկապես ինքը ստեղծարար է, խնդությունը ինչ որտեղ դրան զուգահեռ գնում է։ Դա իհարկե շատ լավ առումով, որովհետև կարծում եմ աշխարհի համար շատ կարևոր են այդ խնդիրները, ովքեր ստեղծագործում են։ Այն ինչ կարծում եմ միակ լավ բանը երևի թե ինչ մարդ արարածտվել է այս աշխարհին, դա հենց մշակույթն է, այսինքն հենց ստեղծարարության ուժով է արարվել։ Ինչի համար ես այդ հարցը տվեցի, որովհետև ես գիտեմ շատերին, որ գնում են ասենք թատերական ինստիտուտ սովորելու, բայց ինչի համար են դա անում, իրենք լավ չեն հասկանում։ Չգիտեն, այդ հարցի պատասխանը չունեն, որովհետև ցավոք սրտի այնպես է վիճակ ստեղծվեց բավական երկար ժամանակ, որ այդ օրիենտիրները, այդ որոնք այսպես հա լուսատիտիկի նման, հա, պիտի քաշեն մարդուն այդ կողմի վրա, այդ դրանք կորան։ Մի պահ, հա, մնացին են մեր մեծերի մասին պատումները, այն որ ես էլ ինքս էլ ունեմ նման իմիջիալուց հրաշալի հիշողություններ կապված նույն Սունդուկյան թատրոնի հետ, երբ ես ժամերով զրուցում էի Խորեն Աբրամյանի հետ, ես այն ժամանակ դեռևս 18-19 տարեկան երիտասարդ էի, բայց դա ինձ չքաշեց դեպի թատրոն, չնայած ինքը փորձում էր համոզել։ Հիմա ինչ պիտի արվի ըստ ձեզ, որ այդ ձեր ասած երեխան մտնի թատրոն, այդ միջավայրը քաշի վրան, որ միջավայրը ասեմ ձեզ, դուք ինձ լավ գիտեք, միշտ չի որ լավն է։ Միջավայրը հաճախ նաև հակասական է։ Այստեղ կարծում եմ շատ մեծ վատ կողմով արտահայտվել է արժեքների աղավաղումը, որովհետև վերջին ասելով երևի բավական տևական ժամանակ եւ դա բավական ցավալի է արձանագրել, որ մեր անկախությունից հետո մենք մշակութային դաշտին բավականաչափ տեղ չտվեցինք, իսկ դա շատ կարեւոր է, որովհետեւ հենց մշակույթն է կրթում իսկապես անհատին։ Տեղի ունեցավ ինչ որտեղ արժեքների աղավաղում, այն ինչ որ ցույց է տալիս հաճախ հեռուստատեսությունը, իրապես մշակութային արժեքից շատ ու շատ հեռու է։ Այսինքն դա ոչ միայն չի նպաստում մշակույթի զարգացմանը, այլև հակառակը, չեմ վախենա ասել, որ դեգրադացնում է։ Եվ երեխան, եթե աչքը բացում է ու տեսնում է հեռուստատեսությամբ անընդհատ անհասկանալի լեքսիկոնով, անհասկանալի սյուժեներով ինչ-որ նյութ, դա բացարձակ չի նպաստում իր մշակութային զարգացմանը եւ նաեւ որպես անհատի կայացմանը։ Այս առումով ինչ որտեղ, այո, կարող է նույնիսկ ուզեն ընդունվել թատերական ինստիտուտ, հիմնվելով միայն իրենց տեսած սերիալների վրա։ Սա իհարկե անկեղծ ողբալի է, որովհետև եթե չեն եղել թատրոնում, ապա չեն պատկերացնում իրականում ինչ է դերասանը։ Ես չեմ ժխտում, որ այո գոյություն ունեն այս աշխարհում շատ լավ սերիալներ եւ շատ լավ ֆիլմեր, դա
մի ուրիշ աշխարհ է։ Մենք արդյոք տալիս ենք այն որակյալ սերիալը, որ որևէ մրցունակություն ունի, կարծում եմ ոչ։ Ոչ մի առումով ընդ որում ոչ սյուժետային, ոչ թեմատիկ, ոչ դերասանական այդ հետաքրքիր խաղերով, այսինքն այո, կարող են նույնիսկ ներգրաված լինել պրոֆեսիոնալ դերասաններ, բայց դերասանին եւս պետք է տալ այն նյութը, որի վրա հիմնվելով ինքը կարողանա բացահայտի իր տաղանդը։ Իսկ սերիալները հակառակը, շատ միակողմանի եւ գուցե եւ վատ կողմից ցույց տան դերասանին։ Այսինքն հիմնվելով դրա վրա գալ եւ ուզել դառնալ դերասան, դա իհարկե բացարձակ ճիշտ ուղի չի, սերիալի դերասան դառնալը ես չեմ պատկերացնում, արդյոք դա կարող է լինել երազանք, բայց հավատացեք, որ հանդիպում են դրա նման դեպքեր։ Տեսեք, ես այդ իմաստով դերասանների հետ երբեմն կռիվ եմ անում, կռիվում եմ տալու եւ շարունակել եմ տալ, որովհետեւ հիմա անուններով չասեմ, ես շատ մարդկանց գիտեմ, դերասանների, որոնք այսպես ռոդենի մտածող մարդու դիրքով նստում են, սկսում են փիլիսոփայել մշակութային արժեքների մասին, որ արժեհամակարգը խեղվել է հասարակության եւ այլն, ընդ որում մոռանում են, որ այդ արժեհամակարգի խեղմանը իրանք ունեցել են ուղիղ մասնակցություն այդ ձեր ասած սերիալների տեսքով։ Եվ ես իմ համար ընկալելի չի այն բացատրությունը ասեմ, հիմնավորում ասեմ, դե ասում են դե մարդենք մենք էլ պիտի ընտանիք պիտի պահեինք եւ այլն, որովհետեւ այդ նույն հաջողությամբ ես կարող էի անձամբ ես իմ վրա վերեմ օրինակը զբաղվել հակալրագրությամբ, փողով եւ անունը դնեի դե ես էլ եմ ընտանիք պահում։ Շատ Չորտեղ տխուր հարց եք բարձրացնում, այո, հաճախ այդ պատճառաբանությունը սոցիալական խնդիրն է, որովհետև չգիտես որ տրամաբանությամբ, բայց այդ սերիալների համար իրենք կարող են ավելի վարձատրվել, քան մեծ թատերական դերի համար։ Այո, դա մեր իրականության միուց կնճռոտ կողմն է։ Իսկ ով պետք է պահանջեր այդ որակը, այստեղ այս հարցն է գալիս, եւ ես կարծում եմ, որ նախ եւ առաջ այն մարդիկ, ովքեր ընդհանրապես ոլորտի պատասխանատուներն են ավելի մեծ օղակներում կանգնած, որովհետև մենք գալիս ենք պահանջարկը, առաջարկը, թե առաջարկը հետո պահանջարկը, բայց եթե տարիներ շարունակ սնում ես հասարակությանը անորակ ինչ որ արտադրանքով, վերջի վերջո նա դադարում է հասկանալ ինչն է լավը եւ դադարում է պահանջել եւ ակնկալել լավը։ Մի հատված ովքեր շարունակում են փնտրել ինչ-որ բարձրորակ արտադրանք, պարզապես դադարում են նայել օրինակ ընդհանրապես հայկական հեռուստաընկերություններով որևէ հեռարձակվող նյութ, մյուսները արդեն ընտելացել են եւ շարունակում են դիտել եւ այս սնունդը, վատ սնունդը դարձել է իրենց հիմնական միջոցը աշխարհին ծանոթանալու գուցե նաեւ։ Այս դեպքում ես նախ եւ առաջ կմեղադրեմ նույնիսկ այո այն մարդկանց, ովքեր ոլորտի պատասխանատուներն են եղել եւ չեն հետեւել որակին, որովհետեւ մենք ունեցել ենք շատ լավ հայ ֆիլմ, գիտեք ինչ շեդևրային ֆիլմեր ենք ունեցել, ինչու այդ ամենը կորավ։ Այո, կինոարտադրությունը շատ բարդ ոլորտ է եւ ծախսատար ոլորտ է, բայց լավ, այն ինչ որ ծախսատար չէ, գոնե գալիս է մինիմալին, սցենարը հնարավոր էր պահել, գոնե լեզուն հնարավոր էր պահել, արժեքները, որոնք բարձրաձայնում էին, այսինքն դա նույն ձեր ասած սարսափելի սերիալների սցենարիստը Մովսես Խորենացի շքան չանց տուց։ Դա մեր երկրի абսուրդն է։ Կներեք։ Հա, դե իհարկե անհեթեթություն է, բայց նկատի ունեմ, ասենք այդ նույն ոլորտի պատասխանատուից ակնկալել, որ ինքը կամաչի իր արածների համար, ինքը չի ամաչի, որովհետև դա ինքը արել է նպատակային, ես դա պնդում եմ արդեն 11 շարունակ, ես պնդում եմ, որ դա արվել է նպատակային։ Արդյունքը տեսնում ենք, որովհետև 30 տարի եթե դեգրադացնես սերունդներ, արդյունքը կստանաս անհանդուրժող, արդեն վայրակ դարձած մարդիկ եւ մենք սկսել ենք դա հանդիպել։ Այսինքն ձեզ այն ինչ որ երբեմն ժամանակ առ ժամանակ այսպես պայթյունային տրամաբանությամբ տեղի ունենում երկրում, դա արդյունք ու հետևանք է 25-30 տարվա մշակութային քաղաքականության։ Ես անմիջապես դրա կապը տեսնում եմ, որովհետև կրթությունը մի կողմից գնաց դեպի
չգիտես ինչի վայրեջք, մյուս կողմից էլ մշակույթը անընդհատ արժեզրկվեց եւ իմջալոց արժեզրկվեց մտավորական հասկացությունը։ Այո, ես կարող եմ դրած վիճել արդյոք բոլոր մշակութային գործիչները պետք է լինեն մտավորական թե ոչ, չեմ կարծում, որ պարտավոր են, օրինակ բոլոր դերասանները համարվեն մտավորական։ Ոչ, ես կարող եմ այլ ձևով դնել։ Արդյոք բոլոր մտավորականներն են, որ պիտի լինեն արվեստի գործիչ։ Բացարձակ ոչ։ Կարող են նույն գիտնականներ լինել, հասարակության համար աշխատող նվիրյալ մարդիկ լինել, սակայն ընդհանրապես այդ հասկացությունը արժեզրկվեց։ Ինչու արժեզրկվեց, որովհետև բավականաչափ տեղ չգտան այդ մարդիկ հասարակության մեջ, եւ հետո եկավ շատ մեծ մի հարթակ, այսպես ասած Facebook-յան հարթակը, որտեղ մարդիկ սկսեցին չհամաչել պարզապես արտահայտել մտքեր, որոնք կարող են լինել անգրագետ կամ կիսագրագետ լավագույն դեպքում։ Կապված մի հատ հրաշալի հումոր կա, ասում մինչև Facebook-ի հայտնվելը մենակ տնեցիք գիտեին, որ դու հիմար ես։ Գիտեն բոլորը։ Բայց մարդիկ դադարեցին, չգիտես ինչու ամաչել, որ օրինակ իրենք չեն ճանաչում տվյալ արվեստագետին, այլ որոշեցին, որ դա այդ արվեստագետի մեղքն է, որ իրենք չեն ճանաչում։ Այսինքն կհիշեք նաև այդպիսի մի արտահայտություն ավելի բարձր հարթակներից էլ եղավ, այսինքն դարձավ չափանիշ, ես ճանաչում եմ, ուրեմն նա հայտնի է, ես չեմ ճանաչում, ուրեմն նա հայտնի չէ։ Ես ավելի վատ օրինակ կարող եմ բերել, օրինակ Չեքի ջանը ասուլիս տվեց մի անգամ ու գործընկերներից մեկը Շակերտ էր ում ասում գործընկեր ամենավերջ մասից կներեք կներկայանաք։ Չեքի ջան։ Այո, եւ դա մտավ մեր ինչ որտեղ սովորություն, որ ինչ որ մեկը կարող է մտնել այդ մեծանուն մարդկանց, իսկապես մեծ ներդրում, մեծ ավանդ ունեցող մարդկանց ինչ որ գրառումների կամ իրենց մասին հարցազրույցների, ինչ որ նյութի տակ, ինչ որ գրառում անել վիրավորական կամ շատ կներեկի հարթեմ ես դու ով ես որ արտահայտությունն իր մեջ կրող։ Այսինքն այն, որ ինքը չի ճանաչում այդ մարդուն, կարող է թույլ տալ նսեմացնել նրա ներդրումը, նրա վաստակը։ Հիմա լավ հասկացանք մենք ինչի պատճառով ենք ռեգրեսի մեջ հայտնվել։ Հիմա խոսենք պրոգրեսի հնարավորության մասին։ Տեսեք, օրինակ ես թատրոնի մասին ահագին ժամանակ առաջ չէր եղել մտածելու կամ անդրադառնալու թեմային, վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեթև ձեռքով այսպես թեման վերադարձավ, կապված են հայտնի ներկայացմաններ, բայց հիմա դրա մասին չեմ ուզում խոսել։ Ես ամենայն դեպս վերջին շրջանում շատ մարդկանց հետ եմ զրուցել, որոնք կամ ուղիղ կապ ունեն թատրոնի հետ, կամ ավարտապես թատերասերներ են ու բոլորը այսպես մեծ ուրախությամբ ասում են, որ այս ներկայացմանը անշլագ էր, այնտեղ արդեն տոմսերը վաճառվել են վաղուց, հնարավոր չի ձեռք բերել եւ այլն, եւ ես հիշեցի դեռևս խորհրդային ժամանակաշրջանում այդ ֆիլմերում իհարկե ես ինքս այդ ամեն ինչին փոքր եմ եղել, չեմ մասնակցել, այն որ ծանոթով էին տոմս ճարում եւ այլն։ Այսինքն շարժ որոշակի իմաստով կա, դրական շարժ կա, այսինքն մարդիկ սկսել են զուգվել, զարդարվել եւ գնալ թատրոն։ Դա ինչի արդյունքն է։ Գիտեք, տարբեր տենդենսներ են լինում, այդ էլ զուգվել, զարդարվել, գնալ թատրոն, բայց ինչ ներկայացման, սա էլ մյուս հարցն է։ Այսինքն կան ինչ որ ներկայացումներ, որ դառնում են այժմեական լեզվով ասած տրենդային, եւ բոլորը սկսում են դեպի այդ ներկայացումներ, այդ կարգի ներկայացումները ցկտել։ Երևի թե, այո, բայց կախված է արդեն թե ինչքան հատվածն է, որ գնում է թատրոն որպես մշակույթ, ինչ որ ծանոթանալու թե ժամանց։ Սա էլ թատրոնի մյուս երկակի դերն է, որովհետև թատրոնը մի առումով կարող է լինել պարզապես ժամանցի վայր, եւ դա նույնը կինոյին է վերաբերվում, բավական բնական է, դա ես ոչ մի կերպ դա չեմ մեղադրում, եթե կատարվում է նույնը նաեւ գեղագիտական որոշ հիմքեր ունենալով։ Եվ արդեն թատրոնը որպես մշակութային արժեք, որպես զուտ արվեստի գործ։ Իհարկե վերջին շրջանում դա շատ ավելի դժվար է եւ գուցե ներկայացումներից շատ քչերը կարող են համապատասխանել այդ արվեստի գործ հասկացությանը եւ իրենց բնականաբար հանդիսատեսնել ել ավելի նեղ է։ Իսկ արդեն ժամանցային ներկայացումները սկսել են ունենալ իրենց հանդիսատեսը, մանավանդ եթե այնտեղ ինչ-որ սիրելի արտիստ է խաղում, հիմնականում մարդիկ այժմ նաև ձգտում են թեթև, այսպես ասած, ներկայացումներին, կարողանան գնալ,
ինչպես կարող են զանգել նույնիսկ տոմսարկում ճշտել, ծիծաղելի է ներկայացումը, ծիծաղելի է դա եւս կարծում եմ վատ շրջանների համար, պատմական վատ շրջանների համար միշտ էլ եղել է, այսինքն արվեստը այս դեպքում ինչ որտեղ փրկողակ է։ Փախուստի միջոց, երբ մարդ ուզում է կտրվել իր իրականությունից եւ պարզապես լիցքաթափվել այնտեղ։ Այս առումով այդ կատակերգային ժամանցային ներկայացումները վերջին տարիներին բավականաչափ հանդիսատես ունեն։ Սա մի կողմն է։ Մյուս առումով էլ իհարկե, եթե դիտարկում ես օրինակ մեծ թատրոնների, խաղացանկային թատրոնների տեսանկյունից, ինչպես օրինակ մեր պարագայում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը չի կարող ունենալ միայն կատակերգային ներկայացումներ, չի կարող համապատասխանել միայն ժամանցային ներկայացումներին։ Պետք է ունենալ կոնկրետ խաղացանկային քաղաքականություն եւ այստեղ կարող են լինել եւ շատ խնդրահարույց, նույնիսկ ծանր ներկայացումներ, որոնք կարող են բարձրաձայն շատ այժմ էական, բայց միևնույն ժամանակ ցավոտ հարցեր։ Մյուս առումով, այո, պետք է ունենալ եւ խաղացանկում ներկայացումներ հայ դրամատուրգիայից եւ արտասահմանյան ոչ մի կերպ բաց չթողնել։ Այսինքն բավական բարդ օրգանիզմ է ինքը թատրոնը եւս։ Այսինքն այնուամենայնիվ պետք է ինչ-որ մի պահ գա, որ մենք պետք է սպասենք Գոդոյին։ Հիմա տեսեք, դուք ասացիք, այն ինչ որ դուք ասացիք, ինքը նաև իր մեջ վտանգի տարրեր է բաժանակում, ինչի համար եմ ես ասում։ Այդ որ ասում եք մարդիկ գնում են կատակերգային եւ այլն վրա, մեր կինոյի հերը այդպես անիծվեց, հա, որովհետեւ ով 2-3 անեկդոտ գիտեր, լսել էր, որոշեց, որ ինքը պիտի կատակերգություն նկարի կամ նկարահանվի կատակերգությունում։ Կա այդ վտանգը թատրոնում, որ թատրոնը կարող է այսպես ինքը հարմարվել այդ պահանջին։ Այստեղ հենց պահող օղակը պետք է լինեն, կարծում եմ, պետական թատրոնները, որոնք իրենց վրա նաև ինչ որտեղ բեռ ու պատասխանատվություն են կրում։ Եթե մտածես միայն այսպես ասած վաճառվող ներկայացում արտադրելու համար, այո, այս վտանգը կարող է լինել եւ կարող է նաև մեծ թատրոնները նույնպես հայտնվեն այսպես ասած այդպես հարվածի տակ։ Կարծում եմ այնուամենայնիվ այստեղ էլի կախված են ոլորտը համակարգողներից, այս դեպքում բայց ավելի փոքր օղակներից եւ փոքր օղակները երբեմն շատ ավելի մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց աշխատանքին, ոլորտի նվիրալը չի կարող թույլ տալ, որ իր թատրոնը, մանավանդ պետական խաղացանկային թատրոնը, ուրիշ բան փոքր թատերախումբ լինի, ուրիշ բան, այո, այդ ստենդափային ներկայացումները կգնան, իրենք այո, շատ ավելի հեշտ դահլիճ կլցնեն, շատ ավելի մեծ մասաների կգրավեն, բայց այնուամենայնիվ բարձրարվեստ ներկայացումները կարծում եմ կփրկվեն։ Հուսանք, շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Մանե Մկրտչյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։